1960 թվականի դեկտեմբերի 12-ին Շարլ Ազնավուրը կարողացավ մեկ ընդմիշտ նվաճել հանրությանը։ Այս բացառիկ համերգային հաղթանակը դարձավ նրա համաշխարհային հռչակի մեկնարկային կետը։ Հայտնի երաժշտական պրոդյուսեր Էդի Բարքլեյը, ով լուրջ կապեր ուներ Փարիզում, մեծ համերգ էր կազմակերպել Ալհամբրայում։ Շարլ Ազնավուրին նվագակցում էին Պոլ Մորիայի նվագախումբը։ Հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները հուզմունքով կհիշեն սիրված նվագախմբին։ Էդի Բարքլեյը հրավիրել էր այդ դարաշրջանի ամենահայտնի մարդկանց՝ Ժան Կոկտոին, Դալիդային, Լուի Արմսթրոնգին, Ժուլիետ Գրետկոին։ Այնտեղ էր ամբողջ Փարիզը։ Շարլը հաճախ էր հիշում այդ երեկոն, երբ հանդիսատեսը անսովոր սառնությամբ ընդունեց նրա առաջին 7 երգերը։ Այնուհետև նա երգեց իր վերջին՝ J'aime Yedéja երգը։ J'aime Yedéja երգը հավակնոտ, բայց ձախողված արտիստի մասին։ Ծափահարություններ դարձյալ չեղան։ Կուլիսներում Շարլը պատրաստ էր հանձնվել, բայց երբ բեմ դուրս եկավ իր վերջին խոնարհումը տալու համար, դահլիճը պայթեց ծափահարություններից։ Այն եղավ այդքան երկար սպասված ճանաչման ու հաղթանակի մեկնարկը։ Accordé ma chance, d'autres ont réussi avec peu de voix et beaucoup d'argent. Moi j'étais trop pur ou trop en avance, mais un jour viendra, je leur montrerai que j'ai du talent. Քչերին է հայտնի, որ երկրորդ համաշխարհայինի տարիներին Շարլը իր ընտանիքի հետ միասին բազմաթիվ հայերի ու հրեաների է փրկել։ Նացիստների կողմից վերահսկվող Փարիզում Ազնավուր ընտանիքը գաղտնի գործունեություն սկսեց, փրկելու այն հայերին եւ հրեաներին, ովքեր ակամա միացել էին գերմանական բանակին։ Այդ օրերին Շարլի հայրը՝ Միշա Ազնավուրը, վտանգավոր օպերացիա ձեռնարկեց գերմանական բանակի հայ կամավորների հետ։ Նախ ամենօրյա զրույցների եւ կատակների միջոցով համոզվում էր, որ զինվորներն իսկական հայեր էին։ Նա խնդրում էր նրանց երգել, պատմել պատմություններ իրենց հայրենի գյուղերի մասին, որպեսզի կարողանար հստակ տարբերակել զինվորները հայոց լեզու ի սկզբանե են իմացել, թե սովորել էին այն հատուկ դպրոցներում, որտեղ նացիստները պատրաստում էին իրենց գործակալներին։ Միշան սահանում էր Ռաֆի ռեստորանում, որտեղ աշխատում էր։ Նա շատերին է օգնել փախչել։ Նրանցից մեկը Սուրենն էր, որի Հայաստան վերադառնալու ժամանակ Այդա Ազնավուրը նրան նվիրեց իր այս լուսանկարը ի նշան իրենց բարեկամության։ Ֆրենկ Սինատրան սիրում էր խոհարարությունը եւ նույնիսկ հրատարակում էր խոհարարական գրքեր, որոնցից մեկում տեղ է գտել Շարլի առաջարկած Հավով, Խաշած ձվով, Խնձորով աղցանի բաղադրատոմսը։ Այդ գրքերի վաճառքի հասույթն ուղղվում էր մանկական հիվանդանոցներին։ Իդեպ, Ազնավուրի ընտանիքը շատ մտերիմ էր Միսակ եւ Մելինե Մանուշյանների հետ։ Միսակ Մանուշյանը այն մարդն էր, ով Շարլ Ազնավուրին սովորեցրեց շախմատ խաղալ։ Նրանք կարող էին ժամերով պառկել խոտերի վրա, քննարկել այդ խաղի գաղտնիքները։ Ըստ երևույթին Մանուշյանը լավ ուսուցիչ էր, քանի որ նույնիսկ տարիներ անց Ազնավուրը սիրում էր շախմատ խաղալ։ Հաճախ համերգից առաջ նա փակվում էր իր հանդերձարանում, բացում շախմատի տուփը կենտրոնանալու համար։ Այս տուփը նրա հետ ճանապարհորդեց աշխարհով մեկ եւ դարձավ Ազնավուրի հավատարիմ ուղեկիցը Պարարանի հետ միասին։